Էջմիածնից եք եւ ըստ էության տիրապետում եք ընդհանուր պատկերի։ Ձեր կարծիքով, եթե վեհապար հայրապետին կալանավորելու որոշմամբ իրավապահները գան մայրաթոռ, ժողովուրդը դիմադրություն ցույց կտա։ Կարծում եմ, այո, ժողովուրդը դիմադրություն ցույց կտա, բայց ոստիկանական այս մեծ ուժերի դեմ ինչ տեղի կունենա, չեմ կարող չեմ կարող ասել, որ ես այսօրվա իշխանություններից ամեն ինչ սպասում եմ, բայց ենթադրենք, թե կալանավորեցին։ Ինչ, որտեղ վեհապարը, այնտեղ վեհարանը, վեհապարը շարունակելու է մնալ որպես ամենայն հայոց կաթողիկոս, ինչ խնդիր են փորձելու դրանով լուծել։ Տեղապակը նշանակեն իրենց ցանկացած։ Դե եթե իրենք ինչ ուզեն կարողանալու են անել, տեղապա իրենք են նշանակում, այլ ոչ օրինակ Գերագույն հոգևոր խորհուրդը, ազգային եկեղեցական ժողովը, եթե իրենք պիտի որոշեն այդ ամեն ինչը, կարան իրենց ԿՊ-ականներից որևէ մեկին էլ, պատգամավորներից մեկին բերեն նշանակեն, ինչ կարող։ Պարոն Խաչատրյան, դուք սպասում եք 10 եպիսկոպոսներից նման քայլ։ Ճիշտ ասած, չէի սպասում, դա նաև անակնկալ էր, որովհետև բարձրաստիճան հոգևորականները նման վարքագիծ դրսևորելը ինձ համար անկեղծ ասած շատ զարմանալի եւ անսպասելի է։ Այս առումով կա ներողություն, որ ինքն է թողել այդ ամենաթողությունը, ինչպես գիտենք, նույն Ավասարդ Կճոյանի վերաբերյալ, Վայոց ձորի թեմի առաջնորդի վերաբերյալ բազմաթիվ անգամ եղել են հրապարակումներ, ոչ միայն կուսակցության ուխտը խախտել, աղքատության ուխտը խախտելու եւ վեհապարը դրան նկատմամբ աչք է փակել։ Օրինակ նույն Ավասարդ Կճոյանի վերաբերյալ հիշում ենք եւ հայտնի հրապարակում օֆշորային սկանդալի վերաբերյալ եւ այլն, հեկ ունենալու մեկ մյուսի, զավակ ունենալու երրորդի եւ այլն։ Տեսեք, սա եկեղեցու հարցն է, ես չեմ կարող դա մեկնաբանել, չեմ կարող ամենայն հայոց կաթողիկոսի փոխարեն ինչ որ կարծիք հայտնել, բայց ամեն դեպքում վստահ եմ, որ երբ ժամանակին շատ ավելի ուշադիր լինեն մնացած հոգևորականների հանդեպ, այսօր մենք սա չէինք ունենալու։ Ես կարծում եմ նաև վեհապար հայրապետը ինչի է ներողամիտ գտնվել այդ մարդկանց նկատմամբ, որովհետև որպես հոգևորականի, որպես ամենայն հայոց կաթողիկոսի միգուցե զղջացել են, միգուցե այսպես ասած մեղքերի թողություն են խնդրել, կաթողիկոսը նրանց մեղքերի թողություն է տվել, որովհետև ես ինքս հիշում եմ, երբ որ նույն Բենթլիի հարցը տալիս էին ամենայն հայոց կաթողիկոսում, կարծեմ եռաբլուրում են լրագրողները, կաթողիկոսն ասում էր, որ Նավասարդ Սրբազանը իր նվեր ստացած մեքենան վաճառել է եւ դա բարեգործություն է արել։ Պարոն Խաչատրյան, իսկ ինչպես կգնահատեք այն, որ իշխանությունը ճակերտավոր մաքրում է եկեղեցին, ճակերտավոր այն մարդկանցով, ում ժամանակին քննադատում էր հենց ինքը։ Չէ, սա եկեղեցու մաքրելու խնդիր չի, սա եկեղեցուն քանդելու հարց է, որովհետև իշխանությունները, այո, իրենց արժև դրել են եկեղեցին քանդելու, եկեղեցին իրենց ենթարկացնելու հարց եւ փորձում են որոշ հոգեվորականների թիրախավորելով, նաեւ ամենայն հայոց կաթողիկոսին թիրախավորելով հասնել իրենց նպատակին։ Սա անձերի, ես նախորդ անգամ էլ եմ ասել, սա անձերի խնդիր չէ, սա եկեղեցին որպես ինստիտուտը քայքայելու հարց է դրված։ Ձեր կարծիքով բախումներ կլինեն։ Հուսում եմ ոչ։ Խոսքի տարածքում հավաքված են երկու հավաքների մասնակիցները, ինչպես է։ Դե տեսեք ոնց է, էլի եկել են հայ առաքելական եկեղեցու կողքը կանգնելու իրական հոգևորականներ եւ այստեղ ես տեսա եկել են պետական հիմնարկների աշխատողներ, մանկապարտեզի արդյոք մանկապարտեզի այդ աշխատողները, ով գործը չկորցնելու վախով եկել է, որևէ հրահրմանա գնալու, որևէ բախյակ է չի գնալու։ Իրա ինչին է պետք է ամեն ինչը։ Կամ մարզպետանի որևէ աշխատող, կամ գյուղապետանի որևէ, կամ քաղաքապետանի։ Չի լինելու, ես հուսով եմ բախում չի լինելու։